Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեր հերթական, առավոտի հերթական զրույցն է հոգևոր ընտրության մասին, որը մենք կատարում ենք ամեն քայլափոխի, ամեն օր, ամեն րոպե։ Մենք հաճախ ասում ենք, այսինչ բանը անելը մեղք է։ Մենք գոնե տեսականորեն գիտենք, թե որոնք են պատվիրանները, եւ երբեմն նաեւ կարող ենք թվարկել բոլոր մահացու մեղքերը։ Բայց մենք հաճախ չենք մտածում այն մասին, թե որոնք են այդ մեղքերի արմատները։ 1951 թվականին լույս է տեսել գերմանացի գրող Հայնրիխ Բոլի վեպը, որը կոչվում է «Ուր է իր Ադամ»։ Այդ վեպը երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է, որին Բոլը մասնակցել է Վերմախտի շարքերում եւ հասկացել է ֆաշիզմի կործանարար բնույթը։ Եվ այդ վեպը, եթե կարճ ձևակերպենք, ամոթի եւ մեղքի մասին է։ Իսկ վերնագիրը վերցված է Սուրբ գրքից։ Աստված հարցնում է Ադամին. «Ուր է իր Ադամ»։ Եվ Ադամը պատասխանում է. «Լսեցի քո ձայնը, Տեր Աստված, բայց ամաչեցի երևալ քո աչքին։ Պահկվեցի տառերի հետևում, որովհետև մերկ էի»։ Ինչ է, դրանից առաջ մերկ չէր։ Դրանից առաջ հաստատ մերկ էր։ Ինչ է փոխվել։ Ինչու հանկարծ սկսեց ամաչել իր մերկությունից։ Պատասխանը պարզ է, որովհետև ճանաչել է, ճաշակել է արգելված պտուղը եւ գործել է առաջին մեղքը։ 14-րդ դարի առաջին կեսի Գլաձորի մանրանկարչական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Թորոս Տարոնացին այդպես է պատկերել այդ իրադարձությունը։ Ինչպես է մարդը այդ առաջին մեղքը գործել։ Բոլորդ գիտեք։ Օծը, այսինքն Սատանան, խաղացել է կնոջ Եվայի ամբիցիաների փառասիրության վրա։ Ձեր աչքերը կբացվեն, կլինեք աստվածների նման, կիմանաք չարն ու բարին, ով որ մարդը կհրաժարվի նման գայթակղիչ առաջարկությունից։ Իմանալ լավն ու վատը, աչքերը բացել եւ այլն։ Այսինքն X-ը ճիշտ է, X-ը լավն է, Y-ը սխալ է, Y-ը վատն է, ինչով եւ մենք զբաղվում ենք առավոտվանից մինչեւ գիշեր։ Բնականաբար Աստված ամեն ինչ տեսնում է։ Եվ երբ հարցնում է ուր է իր Ադամ, այնպես չի որ մեր տեղը չգիտի։ Ուր է իր ոչ թե աշխարհագրական իմաստով, որտեղ է իր գնացել, այլ ուր է իր հոգեբանական, հոգևոր իմաստով։ Եվ երբ նա տեսնում է, որ մարդը սկսում է ամաչել իր մերկությունից, այսինքն մարդու մեջ արթնացել է ինքնագիտակցությունը, վերջ, դրախտը վերջացավ, եւ Ադամն ու Եվան դառնում են մեր նման մարդիկ, այսինքն մեղավոր մարդիկ։ Բայց դրանով պատմությունը չի ավարտվում։ Աստված, որը կրկնեմ, ամեն ինչ գիտի, ստուգում է մարդկանց ռեակցիաները։ Հարցնում է. այդ ինչպես եղավ Ադամ, որ մեղք գործեցիր։ Եվ մարդը պատասխանում է. ես չեմ, կինս էր։ Հարցնում է Եվային. ինչպես եղավ Եվա, որ մեղք գործեցիր։ Եվ կինը պատասխանում է. ես չեմ, օծն էր։ Մարդուն շատ հատուկ վարքագիծ է, այդպես չէ։ Մեղք ենք գործում, ամաչում ենք, բայց հետո մեր պատասխանատվությունը չենք ընդունում եւ սկսում ենք մեղադրել, այսինքն մեղքը դնել մեկ ուրիշի վրա։ Օրինակ, եթե որևէ ղեկավար տապալվում է, շատ քիչ հավանական է, որ նա կասի, այդ ես եմ տապալվել, ես եմ մեղավոր այդ տապալման մասին։ Շատ ավելի հավանական է, որ նա պատասխանատվությունը կգցի ուրիշների վրա։ Ինչպես որ արել են Ադամն ու Եվան։ Որն է այդ անվերջանալի խաղի մեղք, մեղադրանք խաղի վերջը, հանգուցալուծումը։ Եկեք դառնանք ավետարանին։ Հիսուս ասում է. ես եկել եմ, որպեսզի կույրերը տեսնեն, իսկ տեսնողները կուրանան։ Այսինքն նրանք, ովքեր դեռ չգիտեն ճշմարտությունը, նրանք կարող են այդ ճշմարտությունը տեսնել։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե իբր գիտեն, նրանք այդպես էլ կույր կմնան։ Եվ այդ ամենը նա բնականաբար պատմում է դարձյալ փարիսեցիներին եւ օրենքի ուսուցիչներին եւ վերջիններս զարմանում են. միթե մենք կույր ենք։ Եվ Աստված պատասխանում է. ոչ, դուք կույր չեք։ Եթե դուք կույր լինեիք, ձեր վրա մեղք չէր լինի։ Բայց այն ձևով, ինչպես որ դուք տեսնում եք իրականությունը, խոսում է նրա մասին, որ դուք մեղավոր եք։ Դուք, այսինքն մենք բոլորս զգուշացված ենք, թե որն է լույսը, որը խավարը, որն է մեղքը եւ ինչպես այդ մեղքից խուսափել։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված զգուշացրել է Ադամին եւ Եվային։ Եվ զգուշացված լինելով, այսինքն իբր տեսնելով, մենք ընտրում ենք հաճախ խավարը։ Եվ այդ պատճառով էլ մենք մեղավոր ենք։ 14-րդ դարի մեր ականավոր փիլիսոփա Գրիգոր Տաթևացին, որը մեղքերը բաժանում էր կամա եւ ակամա, գիտակցական եւ
անգիտակցական մեղքերի, այնպիսի մի հարցի է պատասխանում իր գրքում, որը կոչվում է գիրք հարցմանց, այսինքն հարց ու պատասխանի ձևով է, մի ամբողջ տեսություն է մեղքերի մասին, եւ հարցը հետեւյալն է. եթե Աստված ամենազոր է, ինչու նա մեզ զորով չի ստիպում, որ մենք ոչ մի մեղք չգործենք։ Եվ Տաթևացին պատասխանում է այդ հարցին, որովհետեւ այդ ամենը թողնված է մեր կամքին։ Մարդու ազատ կամքը, ազատ ընտրությունը։ Կարծում եմ դա Աստվածաշնչի ամենակարևոր թեմաներից մեկն է։ Միքելանջելոյի հայտնի կտավում Աստվածն ու Ադամը Աստծո մատը ուղիղ է, իսկ Ադամի մատը մի քիչ ծրված է, մի քիչ թեքված է։ Ինչ է դա նշանակում։ Աստծո կամքը միանշանակ է, իսկ մեր կամքը կախված է մեզնից։ Կուզենք մենք կպարզենք մեր ձեռքը Աստծուն, կուզենք կհրաժարվենք դրանից։ Ընտրությունը մերն է։